Եկավ բաղարջակերած օրը, երբ օրենք էր մորթել Պասեքը։ Եվ նա ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին ու ասաց. «Գնացեք, պատրաստեցեք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ Եվ նրանք ասացին. «Ուր ես ուզում, որ պատրաստենք»։ Եվ նրանց ասաց. «Ահա, երբ քաղաք մտնեք, ձեզ կհանդիպի մի մարդ, ջրի սափորը բարձած, գնացեք նրա հետևից այն տունը, ուր նա կմտնի, և կասեք տանտիրոջը. վարդապետը քեզ ասում է, ուր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը։ Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն, և այնտեղ կպատրաստեք»։ Եվ աշակերտները գնացին գտան, ինչպես որ իրենց ասել էր, և պատրաստեցին Պասեքը։ Եվ երբ ժամը հասավ, սեղան նստեց, և 12 առաքյալներն էլ իր հետ, և նրանց ասաց. «Հույժ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել, բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքը կատարվի Աստծո արքայության մեջ»։ Եվ բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առեք այս և բաժանեցեք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որդատունքի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծո արքայությունը»։ Եվ հաց վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված, այս արեք իմ հիշատակի համար»։ Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով ձեզ համար թափված։ Բայց ահավասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրա է, և մարդու որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի»։ Եվ նրանք սկսեցին հարցնել իրար մեջ, թե իրենցից ով է, որ այդ անելու է։